Արա այս տահակ բացատրի դու ինչի չես զոհվել։ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը ինչու չես զոհվել շարունակում է բուռն քննարկումների թեմա մնալ, հարվածի տակ դնելով անգամ հենց իշխանական համակարգի ներկայացուցիչներին։ Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ պատերազմին մասնակցած, բայց ողջ վերադարձած մարդիկ պետք է արդարանան, թե ինչու են կենդանի մնացել։ Այս համատեքստում ուշագրավ օրինակ է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որի պաշտոնական կենսագրության մեջ հատուկ ընդգծվում է մասնակցությունը թե 2016 թվականի ապրիլյան պատերազմին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Միևնույն ժամանակ հեղափոխությունից հետո Խաչատրյանի քաղաքական կարիերան կտրուկ վերելք է ապրել։ Համայնքի ղեկավարից դարձել է մարզպետի տեղակալ, ապա Մեծամորի ղեկավար եւ Արմավիրի մարզպետ։ Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ պաշտոնական տվյալներով նա դպրոցն ավարտել է 2000 թվականին, սակայն Երևանի մենեջմենթի համալսարանը ավարտել է միայն 2024-ին, այսինքն բարձրագույն կրթությունը ստացել է շուրջ 24 տարվա ընթացքում, զուգահեռաբար աշխատելով պետական եւ համայնքային տարբեր կառույցներում։ Հարցեր են առաջանում նաեւ մարզպետի ընտանիքի հետ կապվող H&V Food ՍՊ-ի գործունեության ակտիվացումը հեղափոխությունից հետո։ Արդյունքում ձևավորվում է հակասական պատկեր։ Մի կողմից պատերազմը դառնում է քաղաքական շարժումների թեմա, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ նաեւ ընդլայնում են իրենց տնտեսական ազդեցությունը։ Հիշեցնենք, որ դու խիստ կենդանի ինչի չես զոհվել արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։